Տևական ժամանակ է հայկական YouTube-ում մեծ մասսայականություն է վայելում մարմնու լրատվական կայքի կողմից պատրաստված հաղորդումներից մեկը, որտեղ կին դատապարտյալը պատմում է իր նպատակների եւ գաղութի կյանքի մասին։ Տեսանյութը բավականին մեծ դիտումներ եւ մեկնաբանություններ է հավաքել։ Տեսանյութի հերոսուհին Անի Մինասյանը կանանց գաղութում է հայտնվել 20 տարեկանում։ Հաղորդման հեղինակը նշում է, որ Անի Մինասյան ազատազրկվել է քրեական օրենսգրքի 104 հոդվածի հիման վրա 10 տարի ժամկետով։ Տեսանյութում սակայն չի նշվում, թե ինչ հանցագործության մասին է խոսքը։ Ամեն ինչի մասին հերթով։ Երիտասարդ կինը նշում է, չի հասկացել, թե ինչ է արել, խորը չի մտածել, տաք գլխով որոշում է ընդունել եւ անգիտակցաբար քայլ է արել։ Ասում է, սկզբում շատ էր նեղվում մարդկանց քննադատությունից, բայց երբ արդեն երկար ժամանակ է ինչ գտնվում էր գաղութում, հասկացավ, որ ոչ ոք անսխալական չէ։ Բոլոր մարդիկ էլ սխալվում են, շատերն էլ դաս են քաղում հենց իրենց սխալներից եւ սովորում են հենց իրենց սխալների վրա։ Եվ կա միայն մեկ դատավոր՝ Աստված։ Սկզբում շատ ծանր էի տանում, բայց հետո հասկացա, դատավորը մեկն է՝ Աստված։ Երիտասարդ կինը ասում է, թե հասարակության կարծիքի վրա հենվել պետք չէ, իսկ ամեն քայլ անելուց առաջ պետք է լավ մտածես, հիշես այստեղ անցկացրած ամեն պահն ու օրը եւ անես հնարավորը, որ այլևս այստեղ հետ չգաս։ Անի Մինասյանը նշում է, որ գաղութից ազատվելուց հետո պլանավորում է աշխատել եւ ապրել թեկուզ մի կտոր հացով, միայն թե այստեղ հետ չգա։ Նա նշում է նաև, որ պատրաստ է օգնել բոլոր այն մարդկանց, ովքեր գուցե իր նման իրավիճակում են։ Եթե ես ժամանակին մենակ չլինեի, կողքից մարդիկ եւ օգնողներ լինեին, այդ քայլին չէի գնա։ Մեղքի զգացում այո ունի, եւ դա երբեք չի անցնի, նշում է նա։ Իսկ թե ինչպես է պատկերացնում գաղութից հետո արդեն ազատ քաղաքացիական կյանքը, նշում է. Չեմ նստելու մտածեմ, վայ ինչ է մտածում, ինչ կասի հասարակությունը, գլուխս բարձր է, ստեղից դուրս եմ գալու եւ ապրելու եմ շատ նորմալ, պարզ ճակատով։ Դու պիտի ապրես նենց, ոնց ճիշտ ես գտնում։ Անի Մինասյանը նշում է, որ այո, միայն իրեն է մեղադրում, բայց կա նաև մեկը, ում անուն անգամ չի էլ ուզում տալ, որ եթե ժամանակին իր կողքին լիներ, այսպես չէր լինի։ Հաղորդման ընթացքում նրա խոսքերից հասկացվում է, որ խոսքը ամուսնու կողակցի մասին է։ Եվ ահա փորձեցինք պարզել, թե իրականում ինչ հանցանք էր կատարել երիտասարդ կինը եւ ինչն էր նոր կյանք մտնող աղջկան բերել կանանց գաղութ։ Եվ այսպես 2019 թվականի օգոստոսի 30-ին Գյումրիում կատարվել էր սահմռկեցուցիչ դաժանությամբ սպանություն։ Մայրը սպանել էր սեփական երեխային, սակայն սպանությունը կատարվել էր առանձնակի դաժանությամբ։ Բացում ենք քննչական կոմիտեի կողմից ներկայացված մամուլի հաղորդագրությունը հանցագործության մասին։ 2019 թվականի օգոստոսի 30-ին ժամը 23:30-ից 24:00 ընկած ժամանակահատվածում 20-ամյա կինը ապօրինաբար մանկահասակ դստերը 2018 թվականին ծնված երեխային կյանքից զրկելու դիտավորությամբ իր բնակարանում կպչուն ժապավենով կապել է երեխայի ձեռքերն ու ոտքերը, բերանին փաթաթել կիսաշրջազգեստ, որից հետո երեխային բնակարանից տեղափոխել եւ դրել է մոտակայքում գտնվող աղբամաններից մեկի մեջ, աղբով փակել երեխային, ինչի հետևանքով 1-ամյա երեխան մահացել է։ Կարդում ենք հաղորդագրության մեջ։ Ահա հենց նույն հանցագործության մասին է խոսքը, ինչի համար երիտասարդ կինը Անի Մինասյանը դատապարտվել էր 10 տարի ազատազրկման եւ հայտնվել կանանց գաղութում։ Ամբողջ տարվա ընթացքում հասարակությունն ու մամուլը քննարկում էին այս ցավոտ եւ սահմռկեցուցիչ պատմությունը։ Մի փոքր կատարված դեպքի մասին։ Պարզվել է, որ սեփական երեխային դաժանաբար սպանած կինը ամուսնալուծված է եղել։ Դեպքից մոտավորապես 2 շաբաթ առաջ մայրը դիմել էր Շիրակի մարզպետարան, որպեսզի երեխային մանկատուն հանձնի, այն պատճառաբանությամբ, որ չի կարողանում պահել երեխային, քանի որ ամուսին ծնողներ եւ մասնագիտություն չունի։
Շիրակի մարզպետարանում առաջարկել էին նրան օգնել սննդով, հագուստով, նույնիսկ ֆինանսապես։ Մորն առաջարկել էին նաև երեխային մանկապարտեզի մսուրային խումբ տեղավորել արտահերթ կարգով եւ նրան ապահովել աշխատանքով, միայն թե երեխային մանկատուն չհանձնի։ Շիրակի մարզպետարանի ընտանիքի կանանց եւ երեխաների բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը Սպուտնիկ Արմենիային մանրամասներ էր պատմել։ Մենք ասացինք, եթե քո բոլոր հարցերը լուծենք, դու կհրաժարվես երեխայիդ մանկատուն տալու որոշումից։ Անի Մինասյանն ասել է, այո, շատ շնորհակալ կլինեմ, այդ դեպքում երեխայիս ոչ մեկին չեմ տա։ Պատմել է Գորգինյանը եւ հավելել, որ կապը պահպանելու համար հեռախոսահամարներով են փոխանակվել, պայմանավորվել, ցանկացած խնդրի դեպքում հեռախոսով զրուցել։ Ինքը շատ գոհ էր, որ երեխան մնալու է իր հետ, բայց հաջորդ օրը զանգեց եւ ասաց, որ ուզում է խոսել։ Այդ ժամանակ մենք արդեն տեղյակ ենք պահել ոստիկանության Մուշի բաժնի աշխատակիցներին։ Եվ երբ մայրը կրկին երեխայից եկավ մարզպետարան, մեր աշխատակիցների հետ հանդիպմանը ներկա էին նաև ոստիկանության տեսուչները։ Այդ հանդիպման ժամանակ արդեն Անի Մինասյանը նշել էր, որ երեխային չի կարող պահել, քանի որ ամուսնու հետ խնդիրներ ունի։ Մարզպետարանից դեպքի մասին տեղեկացրել են նաև սոցիալական աջակցության տարածքային բաժնին եւ պարզել են, որ թեև նա զաքսավորված չի եղել, բայց ամուսինը երեխայի հայրությունը ճանաչել է։ Սակայն մեկ ամիս է, ինչ կինը ամուսնու հետ ունեցած խնդիրների պատճառով երեխային վերցրել, առանձնացել եւ վարձով է ապրում։ Իդեպ բնակարանի ամսական վարձը կազմել է 35,000 դրամ։ Սոցիալական աջակցության տարածքային բաժնում առաջարկել էին բնակարանի մի քանի ամսվա վարձը փոխհատուցել, սակայն նա հրաժարվել է։ Հետաքրքրական է, որ հարցազրույցի ժամանակ Անի Մինասյանը նշել է, թե սոցիալական խնդիրներն են պատճառը եղել այս հանցագործության, սակայն ինչպես տեսնում ենք, պատկան մարմինները փորձել են ամեն կերպ աջակցել երիտասարդ կնոջը, թե բնակարանի վարձի հետ կապված, թե երեխային մանկապարտեզ հանձնելու հետ կապված եւ թե աշխատանքով ապահովելու հետ կապված։ Դեպքից հետո մենք անմիջապես զանգել ենք ամուսնուն, պատմում է Գորգինյանը։ Վերջինս խոստացել էր խոսել կնոջ հետ։ Միևնույն ժամանակ անձամբ խոսել է Անի Մինասյանի տատիկի հետ, ով նրա ծնողների մահից հետո եղել է նրա եւ եղբայրների խնամակալը, պահել ու մեծացրել թոռներին։ Տատը զրույցում վստահեցրել է, որ սոցիալական որևէ խնդիր չկա։ Ամուսնու տանից գնալուց առաջ Անին իր հետ իր ոսկեղենն էլ է վերցրել, իսկ ամուսնու հարազատները շատ պարկեշտ մարդիկ են, եւ եթե այսքանից հետո իր թոռը քարը փեշերից թափի եւ վերադառնան, նրան նորից հետ կընդունեն եւ այդ երեխային կպահեն, հորդորել է տատը եւ ասել, որ չթողնեն երեխային մանկատուն հանձնի։ Այնուամենայնիվ Անի Մինասյանը պնդել է, որ երեխային ուզում է մանկատուն հանձնել։ Մարզպետարանում նրան ներկայացրել են երեխային մանկատուն հանձնելու ընթացակարգը, համաձայն որի անհրաժեշտ է, որ երեխայի ծնողները եւ հայրը եւ մայրը գրավոր հրաժարվեն երեխայից։ Դրանից հետո նա հրաժարվեց գրավոր դիմում տալ եւ կրկին որոշեց երեխայից չհրաժարվել։ Եվ այս վերջին հանդիպումից հետո Անին կրկին զանգահարում է Լիլիթ Գորգինյանին եւ հայտնում, որ ամուսինը խոսել է իր հետ եւ խոստացել լուծել երեխայի բոլոր խնդիրները։ Ասաց, որ ամեն ինչ հարթվել է։ Այդ ընթացքում մենք զանգել ենք, հետաքրքրվել ենք, որ ամեն ինչ լավ է։ 10 օրյա ինտենսիվ կապ է եղել Անի Մինասյանի հետ։ Ինքը երեխայից գրավոր հրաժարվելու դիմում չի ներկայացրել։ Վերջում էլ շնորհակալություն է հայտնել, որ իր խնդիրը լուծվել։ Իսկ արդեն դատական նիստերի ժամանակ Անի Մինասյանը հայտարարել էր, որ իրեն մեղավոր չի ճանաչում։ Մեղադրող դատախազը նշել էր նաև ամբաստանյալ Անի Մինասյանի նախաքննական ցուցմունքը։ Կինը ասել էր, որ նախորոք չի պլանավորել երեխայի սպանությունը, դեպքի օր արթնացել է բացասական տրամադրությամբ, հնար չի ունեցել երեխային պահելու, երեխան խաղացել է, սովից լաց է եղել եւ այդ պահին մտքով անցնել է վերցնել սկոչը եւ կապել երեխային։ Եղբորը չի դիմել, որովհետև նա էլ հնարավորություն չի ունեցել, չի հասկացել, որ կարելի է երեխային մանկատուն հանձնել։ Այստեղ տեսնում են կրկին հակասություն, քանի որ Շիրակի մարզպետարանից նշել են, որ նա ցանկացել էր մանկատուն հանձնել։ Երեխային աղբար կղնետելուց հետո վարձակալած բնակարան չի վերադարձել։ Մոտ մի քանի ժամ քայլել է։ Դատարանում հարցաքննվել էր նաև Անի Մինասյանի նախկին ամուսինը Արթուր Ալեքսանյանը։
որը քրեական գործում ներգրավվել էր որպես տուժողի իրավահաջորդ։ Նա դատարանում հայտարարել էր, որ Անի Մինասյանը երեխային պահելու հետ կապված ոչ մի խնդիր չի ունեցել։ Ինքը օգնել է թե սննդով, թե գումարով, նվիրված ամուսին է եղել։ Նա նաև պատմել է, որ 3 տարի ապրել են համատեղ։ Երեխայի ծնվելուց հետո կինը մի քանի անգամ թողել է երեխային եւ օրերով անհետացել է։ Նախկին ամուսինը նշել է, որ բնակվում է ծնողների հետ, զբաղվում մրգերի բանջարեղենի առևտրով, խանութ ունեն։ Նա նաև հասել է, որ Անի Մինասյանի հետ ծանոթացել է մոտ 3 տարի առաջ։ Վերջինս հագուստ էր վաճառում իրենց խանութի մոտակայքում, տատիկին էր օգնում։ Ամուսնացել են, որը սակայն պաշտոնապես գրանցված չի եղել։ Նախկին ամուսինը նաև հայտնել է, որ Անին ծնողներ չունի, ունի եղբայրներ եւ քույր, բնակվել է տատիկի հետ։ Հարցին, թե երեխայի ծնվելուց հետո ինչպես էին ձեր հարաբերությունները, նախկին ամուսինը պատմել է, որ երեխայի ծնվելուց հետո կնոջը երեխայի հետ տեղափոխել են Երևան։ Ինքն այդ ընթացքում անընդհատ գնացել եկել է հիվանդանոց, շատ լավ հարաբերություններ են ունեցել, ամեն ձևով տեր է կանգնել։ 11 ամիս երեխային մեր տանը մեծացրինք, 12-րդ ամսում արդեն երեխայի ծնունդի մոտ էր, թողեց եւ տանից գնաց։ Չգիտեմ, թե ուր էր անհետացել, ես ու իր եղբայրը ընկել ամբողջ քաղաքով իրեն էինք ման գալիս եւ չէինք գտնում։ Այդ ընթացքում էլ նա մեզ հաղորդագրություններ էր գրում, թե ես մրցում եմ, հետո դարձավ անհասանելի կորավ։ Դրանից մի շաբաթ անց եղբայրն է եկել, խոսեց, ասաց՝ «Էս կողմ, այն կողմ, ես էլ չեմ ընդունել նրա նմանին»։ Նախկին ամուսինը նաև պատմել է, որ կինը երեխային տանն է թողել հեռանալիս։ Երեխան մոր խնամքի կարիքն ուներ։ Իրենք իրավապահներին չեն դիմել, որպեսզի պարզեն գտնվելու վայրը, սակայն նախազգուշացրել են, որ եթե չհայտնվի, կդիմեն ոստիկանություն։ Դրանից 2 օր հետո կինը նորից հայտնվել է։ Դատախազի այն հարցին, թե արդյոք չհարցրիք, թե որտեղ է եղել, ըստ նախկին ամուսնու կնոջ տատիկը իր մայրիկին ասել է՝ դրսերից գտանք բերեցինք։ Դատախազի այն հարցին, թե մինչ այդ եղել էր դեպք, որ Անին երեխային թողներ տանից գնար, ամուսինը պատմել է, որ այո, եղել է։ Փախել գնացել էր եղբոր մոտ, սակայն այդ անգամ ներել է։ Ըստ նախկին ամուսնու իրենք Անիին առաջարկել են հրաժարվել երեխայից։ Վերջինս սակայն ասել է՝ ես կպահեմ, կմեծացնեմ իմ երեխային եւ տարել է իր հետ։ Նա բնակարան է վարձակալել եւ ապրել երեխայի հետ։ Այդ ընթացքում նախկին ամուսինը ֆինանսապես օգնել է։ Ըստ նրա, նախկին կինը տնից տարել է ամբողջ ոսկեղենը, մոտ 600,000 դրամի։ Կինը որևէ պատճառ չի նշել, թե ինչու չի ուզում ապրել ամուսնու հետ։ Ինքը դիտավորյալ սպանել է իմ երեխային։ Ես իր նմաններին արժանի պատիժ եմ պահանջում։ Անմարդկային քայլ է։ Իր նմանի հետ իր նման պիտի վարվես, հայտարարել է նախկին ամուսինը։ Քննիչ Գորդավցյանը նշել է, որ արարքը կատարելու պահին Անի Մինասյանը գտնվել է adekvat վիճակում։ Կատարվածի համար էլ զղջում է։ Այս ցավոտ եւ աղմկահարույց դեպքի դատավարությունը շարունակվել է գրեթե 2 տարի։ Եվ ահա դեպքից 2 տարի անց 2021 թվականի սեպտեմբերի 6-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 10 տարվա ազատազրկման դատապարտեց իր 1-ամյա դստեր սպանության մեջ մեղադրվող Անի Մինասյանին։ Ահա եւ այս ցավոտ եւ ողբերգական պատմությունը ամբողջ մանրամասներով։